Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Ազգային ժողովում շարունակվել է հերթական քառօրյա նիստի աշխատանքները, որոնց ընթացքում ամփոփվել են Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները։ ՍԴ դատավոր է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը։ Ռուբեն Ռուբինյանի խոսքով, եթե Հայաստանը առաջնորդվի ընդդիմության կողմից առաջ քաշվող հռետորաբանությամբ, ապա իշխանության գալու դեպքում կարող են ստեղծվել լուրջ անվտանգային ռիսկեր, այդ թվում պատերազմի վտանգի աճ։ Ներքաղաքական քննարկումների համատեքստում Վահագն Ալեքսանյանը նշել է, որ այն քաղաքական ուժերը, որոնք Հայաստանը պատկերացնում են այլ պետության կազմում, չեն կարող ունենալ քաղաքական ապագա երկրում եւ ըստ նրա ընտրությունների արդյունքում կստանան հանրության մերժումը։ Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված 5 վագոն կուղարկվի Հայաստան։ Ըստ ադրբեջանական կողմի հրապարակված տեղեկության, նշվում է, որ նման տարանցիկ փոխադրումները պարբերական բնույթ են կրում։ Մերձավոր Արևելքում շարունակվում է լարված իրավիճակը, Լիբանանը Իրանի դեսպանին հայտարարել է անցանկալի անձ, իսկ տարածաշրջանում փոխադարձ հարվածները շարունակվում են։ Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ միջազգային զարգացումները շարունակվում են։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է դեպի Ուկրաինա գազի մատակարարումների դադարեցման մասին։ Երևանում մեկնարկել է 24 մսուրման կապարտեզի կառուցումը, նախատեսված մինչև 180 երեխայի համար։ Նոր շենքը կկառուցվի ժամանակակից չափանիշներով եւ կհագեցվի անվտանգ ու էներգոարդյունավետ համակարգով։ Հայաստանի տնտեսությունը 2026 թվականի սկզբին արձանագրել է դրական միտումներ, գրանցելով 7.4% աճ։ Աճը պայմանավորված է մի շարք ոլորտների շինարարության, արդյունաբերության եւ ծառայությունների զարգացմամբ։ Ազգային ժողովը շարունակել է հերթական քառօրյա նիստի աշխատանքները։ Նիստի ընթացքում ամփոփվել են Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները, որոնց համաձայն Վլադիմիր Վարդանյանը ընտրվել է ՍԴ դատավոր։ Խորհրդարանում միաժամանակ քննարկվել են նաև Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության փոփոխության նախագիծը, ինչպես նաև մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի եւ տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի ընտրության հարցերը։ Ազգային ժողովը մարտի 25-ին շարունակել է հերթական քառօրյա նիստի աշխատանքը։ Նիստի մեկնարկին հրապարակվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները։ Փակ քվեարկությամբ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր, ստանալով 67 կողմ եւ 0 դեմ ձայն։ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է նաև Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը բարձրացնելու նախագիծը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով առաջարկվում է վերանայել Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձը եւ սահմանել հավելավճար պաշտոնում ունեցած ստաժի համար։ Մասնավորապես առաջարկում ենք Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ Սահմանադրական դատարանի դատավորների համար օրենքով սահմանել հավելավճար դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար։ Սահմանադրական դատարանի դատավորների 12-ամյա պաշտոնավարման ժամկետը հաշվի առնելով աշխատանքային ստաժի հավելավճարը հաշվարկվում է առավելագույնը 11 տարվա համար եւ սահմանվում է աճողական կարգով, սկսած պաշտոնավարման երկրորդ տարվանից, երկրորդ տարում 20%, երրորդում 35%, չորրորդ տարվանից յուրաքանչյուր հաջորդ տարում նախորդ տարվա չափից 10%-ով ավել։ Նախագծով հավելավճարը կսահմանվի Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորների համար աստիճանական կարգով։ Նախարարի ներկայացմամբ 2026 թվականին դրա համար կպահանջվի շուրջ 46 միլիոն 775 հազար դրամ, իսկ ամսական հավելավճարը կարող է կազմել 150 հազարից մինչև 510 հազար դրամ։ Նիստում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ կոշտ հայտարարությամբ անդրադարձել է պատգամավոր Հակոբ Ասլանյանին, պնդելով, որ վերջինս անհետ կորածների ծնողների հետ զրույցում քաղաքական բնույթի արտահայտություններ է արել։ Երեք մի հետաքրքիր համծիծաղելի, նողկալի դեպք է տեղի ունեցել։ Պատգամավորներից մեկը դուրս էր եկել անհետ կորածների ծնողների մոտ եւ ասում էր, որ դե դիմացեք 2 ամիս բան մնաց, հեսա ձեզ ռատ կանենք կեթակ, հեսա Նիկոլին ռատ կանենք իր ընկերներով կեթան, ու դա անում էր Հակոբ Ասլանյանը։ Ու գիտեք ինչ հիշեցի, թե ոնց էր մեր խմբակցության նիստի ժամանակ լաց լինում եւ աղաչում, որ ինքը մնա մեր խմբակցության մեջ, առաջարկություններ էր անում, ասում էր սառեցնենք, ես բեղ պահեմ ձևանենք, որ դուք ինչ չեք ճանաչում։ Եվ այս
Գիտեք, մենք էլի տենց դեպքեր ունեցել ենք մեր քաղաքական պատմության մեջ եւ վստահ եմ էլի կունենանք տենց դեպքեր, որ մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի sense շող կտենում են, իրանց թվում է այդ իրանք են։ Տենց աստղայինը տանում է, քաղաքական մտածում են իրանք sense լուրջ քաղաքական ապագա ունեն։ Կոնկրետ իրապարակայում իրանք քաղաքական Պանիկովսկին են եւ ուզում եմ իրեն շնորհավորեմ, որ մենք ձեզ ռադարինգ, բայց անենց պահեցինք, որ թոշակի հարցը կլուծեք։ Այնուամենայնիվ թոշակը կստանաս, հա, մի անհանգստացի, բայց այնուամենայնիվ ամոթ է ձեզ հավաք պահեք եւ ձեր չափի մեջ պահեք։ Նիկոլ Փաշինյանի շողքը հանգարց չմտածեք, որ դա դուք եք կամ կարաք երբևիցե լինեք։ Ազգային ժողովում քննարկվել է նաև խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի խոսքով այն նպատակ ունի խթանելու միջազգային գործակցությունը խոշոր կատվազգիների պահպանության ուղղությամբ եւ կանխելու դրանց պոպուլյացիաների անկումը։ Հայաստանի համար այս համաձայնագիրն ունի ոչ միայն միջազգային, այլև անմիջական նշանակություն մեր հարուստ կենսաբազմազանության մեջ առանձնահատուկ դեր ունի Կովկասյան ընձառյուծը, որը կենտանական աշխարհի հազվագյուտ եւ արժեքավոր ներկայացուցիչներից է։ Նախարարի խոսքով համաձայնագրին միանալը Հայաստանի համար հնարավորություն կստեղծի խորացնել միջազգային գործակցությունը, իրականացնել համատեղ հետազոտություններ եւ կիրառել կենսաբազմազանության պահպանության լավագույն փորձը։ Ազգային ժողովում քննարկվել է նաեւ մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունները միասնական թեկնածու են առաջադրել ազգային ժողովի падգամավոր Թադևոս Ավետիսյանին։ Թեկնածուն իր ելույթում ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ իր մոտեցումները, ընդգծելով անկախության մասնագիտական աշխատանքի հաշվետվողականության եւ կանխարգելման կարեւորությունը։ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ քրեական դատավարության օրենսգրքում եւ հարակից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։ Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի խոսքով նախաձեռնությունը վերաբերում է բանկային եւ հարակից գաղտնիք պարունակող տեղեկությունների առգրավման գործընթացի պարզեցմանը եւ արագացմանը։ Նախագծերի փաթեթով առաջարկվում է բանկային եւ հարակից գաղտնիք կազմող տեղեկությունների առգրավման դեպքում օրենքով նախատեսել նաեւ էլեկտրոնային առգրավման եղանակ։ Հիշյալ գործընթացը էլեկտրոնային եղանակով իրականացնելը միտված է տեղեկատվության փոխանցման վրա ծախսվող ժամանակը եւ ռեսուրսները կրճատելուն, ինչպես նաեւ գաղտնիք կազմող տեղեկությունների փոխանցման գործընթացում մարդկային ներգրավվածությունը նվազեցնելուն։ Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ համապատասխան տվյալները էլեկտրոնային եղանակով ստանալը, առգրավելը չի նշանակում, որ բանկային կամ հարակից գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են փոխանցվել ցանկացած էլեկտրոնային եղանակով, այդ թվում պաշտոնական կամ աշխատանքային փոստի միջոցով։ Ազգային ժողովում քննարկվել է նաև տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Կառավարությունն այս պաշտոնում առաջադրել է Ներսես Երիցյանի թեկնածությունը, որին խորհրդարանում ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, նշելով, որ թեկնածուն ընտրվելու է 5 տարի ժամկետով։ Ազգային ժողովում առաջին եւ երկրորդ ընթերցմամբ նաև ամբողջությամբ ընդունվել են մի շարք օրենսդրական նախագծեր եւ միջազգային համաձայնագրեր։ Առաջին ընթերցմամբ քննարկված հարցերից է սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը բարձրացնելու նախագիծը։ Երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում են մոպեդները, տրիցիկլները եւ կվադրացիկլները պարտադիր ապահովագրական դաշտ ներառելու նախաձեռնությունը, նաեւ մեկանգամյա պոլիէթիլենային արտադրանքի օգտագործման աստիճանական կրճատմանն ու արգելքին վերաբերող նախագիծը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Եթե Հայաստանը առաջնորդվի ընդդիմության առաջարկած հռետորաբանությամբ, ապա իշխանության գալու դեպքում երկիրը կարող է կանգնել պատերազմի լուրջ վտանգի առաջ։ Այսպիսի դիրքորոշում է հայտնել ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը պատասխանելով լրագրողների հարցերին։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ազգային ժողովում անդրադարձել է ընդդիմության այն պնդումներին, թե իշխանությունները հանրությանը վախեցնում են պատերազմով ընտրություններից առաջ։ Ռուբինյանի խոսքով նման գնահատականները չեն համապատասխանում իրականությանը։ Նա նշել է, որ եթե Հայաստանը որդեգրի ընդդիմության առաջարկած հռետորաբանությունը, ապա պատերազմի վտանգը կդառնա անխուսափելի։ Նախ մենք ասում ենք, այս պահին պատերազմի հավանականությունը հավասար է 0-ի։ Ինչու է հավասար 0-ի։ Որովհետև Հայաստանը վարում է այն քաղաքականությունը, որը այժմ վարում է։ Եվ եթե ընդդիմությունը
գա իշխանության եւ սկսի վարել այն քաղաքականությունը, որի մասին հայտարարում է, իսկ իրենք բաց հայտարարում են, իրենք հայտարարում են, որ համաձայն չեն այս խաղաղության պարամետրերի հետ։ Նրանք պատրաստվում են տարբեր կոմպոնենտներով այս խաղաղության ամեն ինչ վերանայել։ Դա վերելու է ակնհայտ եւ 100%-անոց պատերազմ։ Փոխոսնակը հակադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե իշխանությունների առաջ քաշած խաղաղությունը կայուն չէ եւ կախված է մեկ անձից, ինչի համար առաջարկում է երաշխավորի ինստիտուտներ դնել։ Ռուբինյանի գնահատմամբ նման մոտեցումը վտանգավոր է եւ կարող է հանգեցնել Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման։ Այն երաշխավորը, որին ուզում է ներմուծել Ռոբերտ Քոչարյանը, եւ իրականում Ռոբերտ Քոչարյանն էլ ներմուծել է այդ երաշխավորը, երբ որ երաշխավորում էր նոյեմբերի 9-ի հայտարարության գործունեությունը, դա եւ Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորներ, եւ որի հորդորով Ղարաբաղի հայերը վերադարձել էին Ղարաբաղ, այդ երաշխավորի աչքերի առաջ եւ թողտվությամբ Ղարաբաղում տեղի է ունեցել էթնիկ զտում։ Ռոբերտ Քոչարյանի ուզածն այն է, որ այդ նույն երաշխավորի աչքերի եւ հայացքի ներքո, ինչպես իրանք լուծարեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նենց էլ իրանք լուծարեն Հայաստանի Հանրապետությունը։ Անդրադառնալով պարգևատրումների թեմային Ռուբինյանը քննադատել է Քոչարյանի դիրքորոշումը եւ կոչ արել նրան ու իր ընտանիքին կատարել դատախազության պահանջը, պետբյուջե վերադարձնել ըստ մեղադրանքի ապօրինի ձեռք բերված միջոցները։ Ռոբերտ Քոչարյանն եւ իր ընտանիքը պետք է դադարեն երկարացնել եւ պետք է առանց վիճարկելու $200 միլիոն մուծվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Թող իրենք դադարեն զբաղեցնել մեր դատավորներին, դատախազներին, փաստաբաններին եւ այսպես շարունակ։ Բացի այդ, Ռուբինյանը հորդորել է Քոչարյանին պարզաբանել նաեւ հանրային քննարկման առարկա դարձած ձայնագրության վերաբերյալ հարցերը, նշելով, որ անհրաժեշտ է պատասխանել, թե ով էր այդ ձայնագրությունում խոսող անձը եւ ում էր ուղղված նրա դիմումը։ Հայաստանում ներքաղաքական լարվածությունը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում սպասվող հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է այն քաղաքական ուժերը, որոնք Հայաստանն պատկերացնում են այլ պետության կազմում, տեղ չունեն երկրի քաղաքական դաշտում։ Նրա խոսքով ընտրությունների արդյունքում Հայաստանի քաղաքացիները մերժելու են նման մոտեցումներ ունեցող ուժերին։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ համակարծիք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռոբերտ Քոչարյանին ուղղված առաջարկի հետ, այն դիտարկելով որպես արձագանք ընդդիմության ձևավորած քաղաքական դիսկուրսին։ Նրա գնահատմամբ ընդդիմության վարքագիծն է ձևավորում նման խոսույթի միջավայրը։ Ինչպիսին ընդդիմությունն է, այդպիսին էլ նրանց նկատմամբ խոսույթն է։ Մենք շատ կուզենայինք, որ մեր ընդդիմադիրները լինեին օրինակ ինտելեկտուալ, լինեին կառուցողական կամ թեկուզ ոչ կառուցողական, ապակառուցողական, բայց այնուամենայնիվ լինեին նորմալ քաղաքական դիսկուրսի մեջ։ Ալեքսանյանն անդրադարձել է նաև ընդդիմության այն պնդումներին, թե գործող իշխանությունները չեն կարողացել ապահովել արդյունավետ բանակցություններ, ինչի հետևանքով տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը։ Պատգամավորը հակադարձել է, նշելով, որ նախկին իշխանությունների ժամանակ ևս եղել են փաստաթղթեր եւ մոտեցումներ, որոնք ըստ նրա ավելի ծանր հետևանքների կարող էին հանգեցնել։ Այս համատեքստում նա հիշեցրել է, որ դա Գերագույն մարմնի կողմից հրապարակված շրջաբերականներից մեկը։ Պետք է նայել կոնկրետ 004 շրջաբերական ինչ էին ասում։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության զիջում ավելի մեծ միավորի մեջ մտնել լավ կլինի Ղարաբաղի հետ։ Այդ էր եղել։ Այսինքն ոչ թե Ղարաբաղ էր լինելու, այլ Հայաստան չէր լինելու։ Լրագրողների զրույցում Ալեքսանյանն անդրադարձել է նաև մետրոյում տեղ ունեցած միջադեպին կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կնոջ միջև շփման հետ։ Նա նշել է, որ ընդդիմության կողմից թեմայի շահարկումը եւ քաղաքական նպատակներով օգտագործումը թիրախավորում են տվյալ կնոջը, իսկ վերջինից հուզական հրապարակումները, որոնք ըստ պատգամավորի վիրավորական են եղել նաև քաղաքացիների համար, անթույլատրելի են։ Նիստից հետո տեղի է ունեցել նաև ազգային ժողով կառավարություն հերթական հարցոպատասխանը ներքին ու արտաքին քաղաքական օրակարգերին վերաբերող հարցերով։ Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները այսօր հարցոպատասխանին չեն մասնակցել։ Մանրամասները տեսանյութում։ Հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններում եթե չհաղթի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ապա դա կհանգեցնի հայ-ադրբեջանական նոր պատերազմի։ Իշխանության այս հայտարարությունը ընդդիմությունը համարում է պատերազմի սպառնալիք ու շանտաժ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, ինչու պետք է իշխանությունը կրկին կազմի սահմանադրական մեծամասնություն։ Դժվար է
հավատալ, որ մի ժողովուրդ ավելի քան 1000-ամյա դեգերումից հետո հասել է այն հանգրվանին, որին ձգտել է, եւ մեկ էլ այդ հանգրվանից 5 րոպե առաջ կատարում է կտրուկ շրջադարձ զարգացման օրակարգից վերադառնալով գոյատևման եւ գոյապահպանության օրակարգին։ Այսինքն իմ կարծիքը այն է, որ դա պատմականորեն անհնար է։ Ինչ վերաբերում է ընդդիմության մեղադրանքներին, ապա Փաշինյանը հակադարձեց։ Այդ ուժերը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ, բացելով էսկալացիայի ճանապարհը։ Բոլորը այդ ուժերը ում եք ասում, կոնկրետ Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան ուժեր, բոլոր երեքը հանդես են գալիս, մեկը ասում է վերաբանակցենք, մեկը ասում է ուժով պարտադրենք, այսինքն ընդհանուր տրամաբանությունը դա է։ Այսինքն իրենք չեն համարում, որ այն խաղաղությունը, որը կա, այդ խաղաղությանը պետքա տեր կանգնել եւ այդ խաղաղությունը պետքա խնամել։ Իրանք ասում են, որ այդ խաղաղությունը պետքա վերաբանակցել, ինքը այն չի։ Եվ դա բացում է միանշանակ էսկալացիայի ճանապարհը։ Ցույց տալով իր կրծքազարդը Փաշինյանը ընդգծեց. սա Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքն է, հայ ժողովրդի անվտանգության, ազատության եւ բարեկեցության խորհրդանիշը։ Երբ որ մենք ինքներս շղթել ենք ուղակի կամ անուղակի Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը, դրանով ոնց որ ասել ենք, թե Հայաստանը միջազգայնորեն ճանաչված տարածք չունի, անուղակի ենք ասել։ Եվ էտա պատճառը, որ այս ընկալման տրամաբանության մեջ մենք անընդհատ ավելի ու ավելի շատ ենք զոհաբերել մեր ինքնիշխանությունից, անկախությունից, որպես պետություն։ Խաղաղության միջազգային երաշխավորների թեմայի մասին էլ խոսեց արտգործնախարարը։ Կրկին ընդդիմությունն է հայտարարում, թե խաղաղությունը պետք է միջազգային երաշխիքներ ունենա։ Ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել։ Հիմա որ մի քիչ փորձենք հիշենք, շատ վաղ անցյալի մասին չեմ խոսում, դրանից երևի 2 շաբաթ առաջ եւ այդպես մի 2, 3, 4 տարի շարունակ ընդհանրապես խաղաղությունը չէին ընդունում, չէ՞։ Հիմա էլ ունեն նարատիվներ, այդ թվում եւ Ղարաբաղ հետ բերելու եւ այլնի մասին, որոնք ուղղակի հակասում են խաղաղությանը, բայց հիմա նոր բան են սկսել ասել, դե նրբերանգ ա մտել, այս վերջին օրերին նոր բան են մտածել, խաղաղություն, բայց երաշխավորված։ Դե եւ վարչապետն էլ քիչ առաջ դրան էր անդրադառնում եւ այս օրերին ընդհանրապես եւ դրանից առաջ էլ մենք հնարավորություն ենք ունեցել ասելու, որ երաշխավորներ առհասարակ եկեք խոստովանենք, հարգելի գործընկերներ, հետապնդում են իրենց շահը։ Սառը հաշվարկների աշխարհում միջազգային հարաբերություններում ոչ մեկի սիրուն աչքերի համար չի գնում, երաշխավորություն չի անում եւ նաեւ իր զինվորների արյունը չի թափում, իր ծախսերը չի անում եւ այլն, հա։ Սա մեկ, երկրորդը, մենք գիտենք տասնյակներով երաշխավորված, ստորագրված եւ մի երաշխավորի կողմից չէ, երաշխավորի խմբի կողմից երաշխավորված եւ կնքված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են շատ հեշտությամբ, ընդ որում հետաքրքրաբար խախտվել են երբեմն երաշխավորների կողմից, ինչը իր հերթին նորից ապացուցում է, որ երաշխավորները այդտեղ սիրուն աչքերի համար չի որ գնում են, այլ հետապնդում են իրենց սեփական շահերը։ Միրզոյանի գնահատմամբ արկա խաղաղությունն արդեն ապացուցել է իր կենսունակությունը, պահպանվելով անգամ տարածաշրջանային լարված պայմաններում, սակայն դա իհարկե բավարար չէ։ Իմ խորին համոզմամբ խաղաղություն ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, պայմանական աշխարհի ցանկացած երկու երկրների միջև խաղաղությունը կարա լինի այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղությունը շահավետ է երկու կողմերին էլ, երկու պետությունների համար էլ։ Հետևաբար մեր նպատակն է ստեղծել այնպիսի փոխշահավետ, ուրեմն փոխկապակցվածությունների, փոխլրացումների, փոխօգնությունների, համագործակցության, հանդուրժողականության համակարգ, մեխանիզմ մթնոլորտ, որտեղ եւ Հայաստանի համար, եւ Ադրբեջանի համար շահավետ լինի
առհավետ պահպանել միմյանց միջև խաղաղությունը։ Պաշտպանության նախարարն էլ իր հերթին անդրադարձավ ընդդիմադիրների այն շահարկումներին, թե իշխանությունը խաղաղություն քարոզելով անտեսել է բանակը։ Որևէ քայլ չի ձեռնարկվում սպառազինության համալրման եւ անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ 1998, 2008, 2018 երկու տասնամյակի մասին եմ խոսում։ Ուրեմն երկու տասնամյակի ընթացքում արված ծախսերը բանակի վրա, սրանք բացարձակ թվերի մասին է, ֆիքսված պաշտոնական թվերի մասին է։ 5-4 անգամ ավելի պակաս ծախս է արվել, քան 2022-ից 2025 թվականներին։ Այսինքն միայն իմ պաշտոնավարման ժամկետի ընթացքում 5-4 անգամ ավելի ծախս է արվել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնման վրա, այլ ծախսերի մասին չեմ խոսում։ Միայն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնման վրա, քան դա արվել է երկու նախագահների կառավարման տարիներին 1998-ից 2018 թվականներին։ Եվ ըստ այդմ, հարգելի գործընկերներ, եւ իհարկե նաեւ ձեզ հուշող նամակագիրներ, մեթոդիշկաների հեղինակներ, թվերին նայեք եւ հարց տվեք ձեզ։ Ինչով եք զբաղված, ինչով եք զբաղվում, եւ ձեններդ կտրեք, տեղներդ նստեք։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այսօր Ադրբեջանի տարածքով հացահատիկով բեռնված 5 վագոն կուղարկվի։ Հայաստանն այս մասին հայտարարել է ադրբեջանական ապագործակալությունը։ Պետք է նշել, որ հացահատիկը, պարարտանյութերը եւ այլ ապրանքներ պարբերաբար տարանցիկ կերպով տեղափոխվում են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ Շարունակում ենք թողարկումը Լիբանանը Իրանի դեսպանին հայտարարել է անցանկալի անց տարածաշրջանում շարունակվում են փոխադարձ հարվածները, իսկ Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները քննարկում են նոր ռազմական եւ դիվանագիտական քայլեր։ Միևնույն ժամանակ ակտիվանում են բանակցային նախաձեռնությունները, սակայն հակամարտության ավարտի հեռանկարները շարունակում են մնալ անորոշ։ Լիբանանի արտգործնախարարությունն Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիին հայտարարել է անցանկալի անց նրան պարտավորեցնելով լքել Բեյրութը մինչև մարտի 29-ը։ Բեյրութը նաև հետ է կանչել Իրանում իր դեսպանին պատճառաբանելով Թեհրանի կողմից դիվանագիտական նորմերի խախտումները։ Տարածաշրջանում էներգետիկ իրավիճակը եւս բարդանում է։ Իրանն Իսրայելի հարվածներից հետո դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա։ Հարավային Փարս խոշոր հանքավայրում բռնկված հրդեհների պատճառով 2025 թվականին Իրանն ապահովում էր Թուրքիայի գազի ներմուծման 14%-ը, սակայն Անկարան շարունակում է մատակարարումներ ստանալ Ռուսաստանից եւ Ադրբեջանից, նաեւ օգտագործել սեփական պաշարները։ Ռազմական առումով իրավիճակը շարունակում է սրվել։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող հրթիռային կայաններին, մինչդեռ Իրանը հրթիռային հարվածներ է իրականացրել Իսրայելի ուղղությամբ, նաեւ Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքի օդանավականի մոտակայքում տեղակայված ամերիկյան զորքերի դիրքերին։ Իրանական կողմը հայտարարում է, որ թիրախավորել է ռազմական եւ հրամանատարական կարևոր կենտրոններ։ Միևնույն ժամանակ Պենտագոնը քննարկում է տարածաշրջան լրացուցիչ ուժեր ուղարկելու հնարավորությունը։ Խոսքը Միացյալ Նահանգների 82-րդ օդատեսանտային դիվիզիայի 3000 զինվորից բաղկացած ստորաբաժանման տեղակայման մասին է։ Զուգահեռաբար հաղորդվում է նաև ծովային ուժերի տեղաշարժերի մասին մոտ 2200-ական ծովային հետևակայիններով 2 հարվածային խմբերի տեղափոխմամբ։ Սրան զուգահեռ դիվանագիտական ճակատում ակտիվանում են բանակցային ջանքերը։ Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունները նպատակ ունենալով հասնել հակամարտության համապարփակ կարգավորման։ Վաշինգտոնը Թեհրանին փոխանցել է 15 կետից բաղկացած ծրագիր, որը ներառում է միջուկային ծրագրի սահմանափակումներ, Հորմուզի նեղուցի բացում եւ տարածաշրջանային զինված խմբավորումների աջակցությունից հրաժարում։ Փոխարենը նախատեսվում է պատժամիջոցների վերացում եւ քաղաքացիական միջուկային ծրագրի աջակցություն, սակայն Թեհրանից հնչում են հակասական ազդակներ։ Իրանի ռազմական ղեկավարությունը պնդում է, որ պատերազմը չի դադարեցվի, մինչև չվերացվեն բոլոր պատժամիջոցները, չվճարվեն փոխհատուցումներն ու չտրամադրվեն Միացյալ Նահանգների չմիջամտության երաշխիքներ։ Միևնույն ժամանակ պաշտոնապես հերքվում է ուղիղ բանակցությունների փաստը, թեև հաստատվում է ամերիկյան առաջարկների ստացումը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմերի միջև ընթանում են արդյունավետ բանակցություններ եւ Իրանը համաձայնել է չձգտել միջուկային զենքի
ձեռքբերմանը։ Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի ակտիվ ներգրավված լինեն Իրանի դեմ գործողություններում, ընդգծելով, որ Միացյալ Նահանգները մեծ առաջընթաց է գրանցում։ Տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին Իրանի Կարմիր մահիկի տվյալներով ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով վնասվել է ավելի քան 82,000 քաղաքացիական օբյեկտ, այդ թվում ավելի քան 62,000 բնակելի շենք, 19,000 առևտրային կառույց, 281 բժշկական հաստատություն եւ մոտ 500 դպրոց։ Միևնույն ժամանակ Իրանը շարունակում է վերահսկել Հորմուզի նեղուցը, հայտարարելով, որ այն բաց է միայն ոչ թշնամական երկրների համար։ Թեհրանը զգուշացրել է, որ պատերազմող երկրների նավերը չեն կարող օգտվել այդ ռազմավարական ուղուց եւ սպառնացել է անհրաժեշտության դեպքում խստացնել միջոցները։ Միջազգային արձագանքները եւս կտրուկ են։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կոչ արել անհապաղ դադարեցնել Իսրայելի գործողությունները, դրանք որակելով որպես տարածաշրջանային խաղաղության սպառնացող վտանգ։ Չինաստանն էլ իր հերթին հանդես է գալիս երկխոսության օգտին, ընդգծելով, որ հակամարտության լուծումը պետք է գտնվի բանակցությունների միջոցով։ Այս պայմաններում ըստ տարբեր աղբյուրների քննարկվում են նաև ժամանակավոր մեկամսյա հրադադարի հնարավորությունը, որի ընթացքում կողմերը կարող են փորձել հասնել շրջանակային համաձայնության, սակայն դեռևս անորոշ է, արդյոք կողմերը պատրաստ են գնալ նման փոխզիջման։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը պատրաստ է այս շաբաթ անցկացնել երկրորդ արտահերթ քննարկումը կապված Մերձավոր Արևելքի պատերազմի հետ, որը կենտրոնացած կլինի իրանական դպրոցի հարձակման վրա։ Փետրվարի 28-ին պատերազմի առաջին օրը Միննաբ քաղաքի աղջիկների տարրական դպրոցը օդային հարձակման էր ենթարկվել, որի հետևանքով 168 երեխա էր մահացել։ Խորհրդի նախագահը ՄԱԿ-ի վերին իրավապաշտպան մարմնին հայտնել է, որ խորհրդի բյուրոն ուսումնասիրել է Իրանի, Չինաստանի եւ Կուբայի արտահերթ քննարկման պահանջը եւ համաձայնել է մարտի 28-ին արտահերթ քննարկում անցկացնել։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան կդադարեցնի գազի մատակարարումները Ուկրաինա, մինչև դրուժբա նավթատարով նավթի հոսքերը չվերսկսվեն։ Իսկ ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական հակամարտությանը, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կապի մեջ է Միացյալ Նահանգների հետ Ուկրաինայի հակամարտության հնարավոր կարգավորման հարցով եւ հույս ունի, որ Վաշինգտոնը կշարունակի միջնորդական ջանքերը։ Միջազգային եւ տարածաշրջանային մյուս նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 1072-ի, վիրավորվել է 2966 մարդ։ Վերջին 24 ժամում հարավում իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 33 մարդ, եւս 90-ը վիրավորվել է։ Լիբանանի տվյալներով ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանվել է եւ հիմնականում կենտրոնացել է Բեյրութում։ Իսրայելական հարվածների հետևանքով վնասվել են կարևոր ենթակառուցվածքներ, այդ թվում կամուրջներ, որոնք ըստ Իսրայելի օգտագործվել են Հեզբոլահի կողմից զենքի տեղափոխման համար։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ երկիրը մտադիր է վերահսկողություն հաստատել հարավային Լիբանանի վրա, մինչև Լիտանի գետ ստեղծելով անվտանգության բուֆերային գոտի։ Ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչն էլ նշել է, որ Լիտանի գետը պետք է դառնա Իսրայելի նոր սահմանը Լիբանանի հետ։ Հեզբոլահը հայտարարել է, որ կշարունակի պայքարը, կանխելու հարավային Լիբանանի գրավումը, դա որակելով երկրի գոյության սպառնալիք։ Սուդանի Էլդային քաղաքում հիվանդանոցին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի, որոնց թվում են 13 երեխա եւ 7 կին։ Վիրավորվել է 146 մարդ, այդ թվում հիվանդները, նրանց հարազատներն ու բուժաշխատողները։ Զոհերի թվում կան նաեւ բժիշկ եւ 2 բուժքույր։ Հիվանդանոցը սպասարկում է շուրջ 2 միլիոն մարդ եւ դրա ավերումը լրջորեն սահմանափակում է բժշկական օգնության հասանելիությունը տարածաշրջանում։ Սուդանում մարտերը շարունակվում են 2023 թվականից բանակի եւ արագ արձագանքման ուժերի միջև։ Ուկրաինայում գրանցվել է պատերազմի ընթացքում ամենամասշտաբային հարվածներից մեկը։ Ռուսաստանը կիրառել է մոտ 948 անօդաչու սարք եւ 35 հրթիռ։ Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում առնվազն 4 մարդ է զոհվել, տասնյակները վիրավորվել, այդ թվում երեխաներ։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով հարվածներ են հասցվել երկրի 11 շրջաններում։ Վնասվել են բնակելի շենքեր, բռնկվել են հրդեհներ, զոհեր են գրանցվել նաեւ Խարկովի շրջանում, գնացքի վրա ԱԹՍ-ի հարվածներից, իսկ Դնեպրում տուժել է առնվազն 12 մարդ։ Զելենսկին ընդգծել է հոբ համակարգերի ուժեղացման անհրաժեշտությունը եւ կոչ արել չնվազեցնել Ուկրաինային միջազգային աջակցությունը։ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում վերջին օրերին երկրից արտաքսվել է 105 օտարերկրյա քաղաքացի։ Գերատեսչության տվյալներով արտաքսված անձանց արգելվել է կրկին մուտք գործել Վրաստան։ Նրանք տարբեր երկրների քաղաքացիներ են, այդ թվում Թուրքիայի, Հնդկաստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ այլ պետությունների։ Ըստ պաշտոնական վիճակագրության տարվա ընթացքում արդեն արտաքսվել է 806 օտարերկրյա քաղաքացի, որոնք երկրում գտնվել են առանց օրինական հիմքերի։
Ֆիլիպիների նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրծերը երկրում էներգետիկ ոլորտում արտակարգ դրություն է սահմանել վառելիքի պակասի պատճառով։ Իշխանությունների գնահատմամբ վառելիքի պաշարները բավարար են մոտ 45 օր, իսկ կառավարությունը փորձում է ձեռք բերել շուրջ 1 միլիոն բարել նավթ պահուստային պաշար ձևավորելու համար։ Ճգնաժամը կապված է Մերձավոր Արևելքում լարվածության սրմամբ եւ նավթի գների կտրուկ աճով։ Մարկոսը նաեւ նշել է, որ քննարկվում է տարբեր երկրներից, այդ թվում Ռուսաստանից վառելիք ձեռք բերելու հնարավորությունը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տվել է 24 մսուր մանկապարտեզի կառուցման մեկնարկը տեղադրելով խորհրդանշական պարկուճը։ Նոր շենքը կառուցվում է ավելի քան 90 տարվա պատմություն ունեցող վթարային 5 կառույցի փոխարեն եւ նախատեսված է նախկին 3-ի փոխարեն 6 խմբի համար։ Ծրագիրը իրականացվում է համայնքային բյուջեի միջոցներով։ Մանկապարտեզը կհագեցվի ժամանակակից ինժեներական լուծումներով, ներառյալ արևային, ֆոտովոլտային համակարգ, ջեռուցում, օդափոխություն, հակահրդեհային եւ տեսահսկման համակարգեր։ Նախագծով նախատեսվում է նաև բակի բարեկարգում, կանաչապատում, խաղահրապարակների եւ հանգստի գոտիների ստեղծում։ Այստեղ ունեցել ենք մի մանկապարտեզ, որի շենքը շատ հնամաշ էր արդեն, իրապես քանդման ենթակա էր ամբողջությամբ եւ այդ հնարավորությունը կարելի ասել օգտագործելով մենք որոշեցինք ընդլայնել նոր մանկապարտեզի տարածքը եւ ծավալները եւ այս նոր 24 մանկապարտեզը ունենալու է հնարավորություն ընդունելու արդեն մինչեւ 180 երեխա։ Ամեն ինչ արվում է նորագույն ստանդարտներով եւ իրականում մեր իսկ շինարարությունները պետք է լինեն ամենաօրինակելին, որպեսզի մասնավորը նույնպես այդ օրինակից հենց ինքը օրինակ վերցնի։ Հայաստանի տնտեսությունը 2026 թվականը սկսել է աճի դրական ցուցանիշներով։ Հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.4%-ով, ապահովելով զարգացում գրեթե բոլոր հիմնական ճյուղերում՝ շինարարությունից մինչև արդյունաբերություն եւ ծառայություններ։ Հայաստանում տնտեսական ակտիվությունը շարունակում է պահպանել աճի դրական միտումները, չնայած նրան, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը բարբերաբար տեղեկացնում է տնտեսական աճի տեմպերը, այս անգամ Հայաստանի վիճակագրական կոմիտեն եւս ներկայացրել է համապատասխան տվյալները։ Համաձայն դրանց 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.4%-ով։ Միայն փետրվար ամսին տնտեսական ակտիվությունը հունվարի համեմատ աճել է 4.5%-ով, իսկ 2025 թվականի փետրվարի համեմատ 7.2%-ով։ Տնտեսության տարբեր ճյուղերում արձանագրվել են էական աճեր, ամենաբարձր աճը գրանցվել է շինարարության ոլորտում 20.5%։ Ընդհանուր շինարարության ծավալը կազմել է 53 միլիարդ 953.7 միլիոն դրամ։ Փետրվարին այս ոլորտում աճը հունվարի համեմատ հասել է 40.7%-ի։ Արդյունաբերության ոլորտում եւս գրանցվել է զգալի աճ 17.2%։ Տարեսկզբին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 491 միլիարդ 479.4 միլիոն դրամ։ Փետրվարին արդյունաբերական արտադրությունն աճել է 12.2%-ով։ Առևտրի շրջանառությունը նշված ամիսներին կազմել է 892 միլիարդ 247.1 միլիոն դրամ, 3.3%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածը։ Գրանցված աճերը սակայն այսքանով չեն սահմանափակվում։ 7.2% աճ էլ արձանագրվել է ծառայությունների ոլորտում, ընդհանուր ծավալը հասցնելով 630 միլիարդ 310.5 միլիոն դրամի։ Սակայն փետրվարին հունվարի համեմատ գրանցվել է 1.7% անկում, թեև նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատ աճը կազմել է 7%։ Հաղորդվում է, որ գնաճի ցուցանիշները նույնպես աճել են, սպառողական գների ինդեքսը տարվա առաջին 2 ամիսներին բարձր է եղել 4.1%-ով։ Փետրվարին այն աճել է 0.5%-ով։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը եւս անդրադարձել է ցուցանիշներին, նշելով, որ տնտեսական ակտիվության 7.4% աճը պայմանավորված է բոլոր հիմնական ճյուղերում արձանագրված դրական դինամիկայով։ 2026 թվականի հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7.4%-ով։ Աճ ունենք բոլոր ուղղություններով՝ արդյունաբերություն 17.2%, շինարարություն 25%, արտաքին առևտուր 9.3%, ծառայություններ 7.2%, առևտուր 3.3%։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով էներգետիկ ոլորտում եւս աճ է գրանցվել։
Հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 1 միլիարդ 823.9 միլիոն կիլովատժամ էլեկտրաէներգիա, ինչը 7.1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Նշվում է, որ այս տվյալներում ներառված չէ էլեկտրաէներգիայի փոխոսքերի շրջանակում ինքնավար արտադրողների արտադրանքը եւ համադրելիության ապահովման նպատակով այն չի ներառվել նաեւ նախորդ ժամանակաշրջանների համապատասխան ցուցանիշներում։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում չեն ներկայացվել գյուղատնտեսության համախառն արտադրանքի եւ միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալները։ Այսպիսով տարվա առաջին 2 ամիսների տվյալները վկայում են, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է զարգանալ բազմաճյուղ աճի հաշվին, պահպանելով ընդհանուր դրական տեմպը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Այս ժամի համար այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին, ցտեսություն։